Սևանը, աշխարհի քաղցրահամ ջրի պաշար ունեցող երկրորդ բարձրադիր լիճը, այսօր կռվում է ժամանակի, աղտոտման ու սխալ կառավարման դեմ։ Սևանա լճից ջրի բացթողում առաջին անգամ եղել է 1990 թվականներին։ Ավելի ուշ 1931 թվականին խորհրդային իշխանությունները որոշեցին իրականացնել մի ծրագիր, որը կործանարար եղավ Սևանի համար։ Նրանք որոշեցին լճի մակարդակը 55 մետրով իջեցնել, գյուղատնտեսական նպատակներով։ Մտածելով միայն անձնական շահի մասին, նրանք կործանեցին Սևանը։ Ձկնատեսակների կեսը վերացան, ջրում նվազեց թթվածնի մակարդակը, ջերմաստիճանը բարձրացավ։ 2018-ին լճի ջերմաստիճանը ռեկորդային աճ գրանցեց, հասնելով 24.8 աստիճանի։ Առաջին հայացքից ջրի մակերևույթի վրա տարածված այս փարթամ կանաչ շերտը բնության գեղեցիկ խաղ է թվում, բայց իրականում սա լրջագույն էկոլոգիական մարտահրավեր է։ Սևանը ծաղկեց եւ խնդիրները, որոնց մասին գիտնականները ահազանգում էին դեռ 1960-70-ական թվականներին, ինչպես նաեւ 1990-ական թվականների երկրորդ կեսից, արդեն մի քանի տասնամյակ է, ինչ չեն լուծվում։ Սևանը ծաղկում է թունավոր նյութեր արտադրող տոքսիկ ցիանոբակտերիաների պատճառով, որոնք լյարդի, երիկամների ու մաշկային խնդիրներ են առաջացնում։ Ջրակենսաբան Գորգ Գևորգյանը 10 տարուց ավելի է զբաղվում է Սևանի էկոլոգիական խնդիրներով։ Ըստ նրա, հիմա Սևանում կան բոլոր նպաստավոր պայմանները լճի ճահճացման համար։ Սևանի այդ էկոլոգիական խնդիրները ի հայտ են եկել շուրջ 80 տարի առաջ եւ առկա են մինչ օրս։ Էվտրոֆացումը կամ ճահճացումը բնորոշ է ցանկացած լճի նույնիսկ բնական պայմաններում, սակայն բնական պայմաններում այդ լիճը կարող է վերածվել ճահճի, ընդհանրենք հազարավոր տարիների ընթացքում, սակայն մարդկային գործոնի ազդեցության հետևանքով կարող է այդ ճահճացումը, այսինքն ճահիճի վերածումը տեղի ունենալ տասնյակ, նույնիսկ ավելի քիչ տարիների ընթացքում։ Ըստ Գևորգյանի ծաղկումը Սևանի ճահճացման միայն մեկ ախտանշանն է, եւ լիճը միայն ամռանը չէ, որ պիտի լինի ուշադրության կենտրոնում։ Մենք կարող ենք տեսնել այլ սեզոնների նույնպես ծաղկումներ, որոնք վիզուալ տեսանելի չեն, բայց երբ գիտականորեն հետազոտես, կտեսնես, որ կա էլի բուրըն զարգացում ուրիշ այլ խմբերի ջրի մուրների։ Գևորգյանի կարծիքով համար 1 մարդկային գործոնը աղտոտումն է, որը վաղուց դուրս է եկել վերահսկողությունից։ Գլոբալ տաքացումն էլ մյուս կողմից է ազդում լճի վիճակի վրա։ Ջրի մակարդակը որքան բարձրանում է, կարող է նույնքան էլ իջնել։ Չեն կարող չաղտոտեն, որովհետև հիմնականում կոմունալ կենցաղային արտանետումներ են, դա չես կարող ասես մարդկանց մի կոմունալ կենցաղային գործունեությամբ զբաղվեք, կենսաբանական մաքրման կայաններ, որոնք չեզոքացնեն այդ արտանետումները միայն այդ ջրավակ ավազանից, կոմունալ կենցաղային գործունեությունից գետերով։ Լիճը լցվում ավելի քան 100 տոննա ֆոսֆոր։ Եվ այդ լցվող ֆոսֆորի մինչև 60%-ը պահվում է հատակում, լճի հատակում։ Փորձ ենք սկսել Սևանա լճում ծաղկում առաջացնող տեսակի հետ եւ այն աճեցնում ենք ջերմաստիճանային տարբեր պայմաններում եւ հիմա նմուշառում եմ իրականացնում համապատասխան չափումների համար։ Կենսաբանության եւ հիդրոլոգիայի կենտրոնը իր հետազոտությունները պատրաստում է արտասահմանյան ամսագրերում հրատարակելու համար։ Շրջակա միջավայրի նախարարությունը իր մոնիթորինգն է իրականացնում։ Լճի վիճակը հասկանալ կարելի է միայն մոնիթորինգի արդյունքում, այդ ոնց որ դու հիվանդ մարդ ունենաս, բայց ջերմաչափ չունենաս, էլի որ չափես տեսնես ջերմություն ունի, թե չէ։ Կենսաբանական մաքրում դեպի լիճ հոսող ջրերի տեղի չի ունենում։ Արդյունքում լճում ջրի որակը փոփոխվում է, այսինքն մեծանում են օրգանական ծագման նյութ, ինչը նպաստում է այդ կապտականած ջրի մուրների զարգացմանն ու աճին։ Ոսկեհատ Գրիգորյանը եւս Սևանի էկոլոգիական խնդիրներից աղտոտումն է առանձնացնում։ Որովհետև նույնիսկ խոշոր քաղաքները ամբողջությամբ կոյուղացված չեն, մասամբ են կոյուղացված։ Արդյունքում կենցաղային կեղտաջրերը բնային տներից կամ շենքերից անմիջապես հոսում են կանալներով դեպի գետ եւ գետով արդեն հոսում են դեպի լիճ։ Եվ այդ օրգանական ծագման նյութն է, որ լճում առաջացնում է բացասական հետևանքներ։ Սևանի ափերին կառուցված շինությունները եւ անտառները ջրի մակարդակի բարձրացման պատճառով մնում են լճի տակ, ավելի բարդացնում ջրային ավազանի վերականգնումը։ Բայց այս հարցում էլ խնդիր կա։ Նախարարության հայտարարած մաքրման աշխատանքների մրցույթներին ոչ մի կազմակերպություն արդեն մի քանի տարի է չի դիմում։ Մրցույթին պետք է դիմեն հատուկ մասնագիտական կազմակերպություններ, ովքեր ունեն հագեցած այդ գործընթացը իրականացնելու համար հագեցած տեխնիկա։ Եվ բարդությունը հիմնականում այստեղ է։ Շատերը Սևանի վերաբերվում են որպես էքսկուրսիայի կամ հանգստանալու վայրի, բայց չէ որ Սևանը շատ ավելին է, քան ուղղակի դա։
Հասարակական լողափներում կուտակված աղբը, Սևան լցվող կեղտաջրերն ու կոյուղաջրերը, ինչպես նաև էկոլոգիական շատ խնդիրները բարդացնում են մեր Կապուտաչա գեղեցկուհու բուժումը եւ երկարացնում այն։ Անի Հովանեսյան, Լևոն Ոսկանյան, Վարդան Պողոսյան, Րիոփեն մեդիա։